Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ին ողջունում է իր բոլոր հետևորդներին եւ իհարկե առիթից օգտվելով ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ նրանք ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքին, անպայման դա արեք, որտեղ արժևում ձեզ շատ հետաքրքիր նորանոր հանդիպումներ են սպասում։ Անկեղծ ասած, այս օրերին շատ այսպես տարօրինակ հայտարարություններ եմ լսում կապված մեր հերոստալիքի հետ, անձամբ ինձ հետ եւ շատ ցավալին գիտեք որն է, որ իմ գործընկերներից ոմանք փորձում են եթերից ինձ այսպես աթաթատալ, թե Համլետ Ղուշյան կողմնորոշիր ում հետ է։ Սիրելիներս, Համլետ Ղուշյանը վաղուց կողմնորոշվել է։ Ես մեր ժողովրդի հետ եմ։ Բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Ոչ նախկինները, ոչ ներկաները ինձ հետաքրքիր չեն, որտեվ ես նրանց լուրջ չեմ ընդունում։ Նախկինները ինձ համար դրանք մարդակերների դարաշրջանի անձնավորություններ են եւ զարմանում եմ, որ այսօր որոշ իմ գործընկերներ այսպես դոժ տված փորձում են պաշտպանել հատկապես երկրորդ եւ երրորդ նախագահներին։ Մարդիկ, որոնք նորից եմ կրկնում, մարդակերների դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչներն են եղել։ 5 մահափորձ եմ տարել այդ անձանց օրոք եւ այսքանից հետո դուք ինձ ասում եք կողմնորոշվիր։ Դուք կողմնորոշվել եք իօքուտ իրենց, շարունակեք, դա ձեր գործն է, ես չեմ ասում, բայց կրկնում եմ, եթե մի անգամ էլ դուք փորձեք եթերից ինձ ինչ-որ ուլտիմատում ներկայացնել, կապ չունի, կին է թե տղամարդ, պատասխանը կստանաք արժանավուն, ես էլ ձեզ եմ զգուշացնում, ինչ ինչ բան է, ազատ խոսքներ եք արդեն, բանի տակառել, պատկերացնում եք սիրելի բարեկամներ, մարդ ուզում է կարծիքը ասի, եւ նրանց տպում են, որ ոչ, սա է։ Իրենք որ կողմնորոշվել են վաղուց, տակուկ նստել են եւ այդ տականքների փողերը լափում են, իրենց թվում է թե մենք էլ իրենց նման ենք։ Լավ էլի։ Զորը խոսացնում է։ Այդ ծուր հայլիների թակավորությանը վերջ տվեք։ Բերանս մի բացել տվեք։ Ասում եմ, էլ հաշվի չեմ առնի, կին է թե տղամարդ։ Լավ, կներեք նման սկզբի համար, քանի որ այսօր իմ զրուցակիցը մեր շատ սիրելի աստղաբան, կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանն է։ Տիկին Սարգսյան, նախ ուրախ եմ, կներեք նման սկզբի համար, դա ձեզ հետ կապ չունի։ Ես էլ եմ զարմացած։ Չէ, ես ուղղակի երեք մի համացանցում տեսանյութ դիտեցի, իմ անձի հետ կապված եւ զարմանում եմ, մարդկանց տեսեք, արդեն պատկերացնում եք ինձ ուղղություն են տալիս եւ ասում են կողմնորոշվեք, քանի դեռ ուշ չէ։ Ուշը ձեզ համար է, որտեվ դուք ծախվել եք այդ տականքներին։ Ի տարբերություն ձեզ, ես երբեք դա չեմ արել։ Չնայած կարայի շատ փափուկ կյանք վայելել ձեր լապած փողերից, ես էլ լապեի եւ ամեն ինչ լավ կլիներ, բայց դե դուք մեզ հետ աշխատում եք, գիտեք, որ Փակ TV-ն ազատ խոսքի հեռուստաալիք է եւ երբեք մենք չենք մոնտաժում այն հյուրերի խոսքերը, որոնք գալիս են մեզ մոտ եթեր։ Չգիտեմ, արդեն սկսվել է մի զզվելի այսպես արշավ մեր հեռուստաալիքի դեմ, ես հասկանում եմ որտեղից է դա գալիս, բայց մի քիչ էլ համբերենք, բոլոր խաղաքարտերը կբացենք։ Նախ ինչպես եք։ Շնորհակալ եմ, այսպես զարմացած եմ ձեր վրդովմունքից, որտեղ մենք նախնական միջ եթերը սկսել է, այդպեսի ոչ մի խոսակցություն չեղավ։ Իհարկե, դուք կապ չունեք քաղաքական, ես ինքս կրկին քաղաքականացված չեմ, ոչ հների, ոչ նորերի, ոչ ապագայում եկածների հետ ինչ չխառնեք։ Իմ գործը մեր հայազգին օգնելն է եւ ես հարգում եմ բոլորիդ քաղաքական հայացքները, ովքեր հների հետ են, ովքեր գործող իշխանության հետ են, նաեւ ապագայում եթե մարդիկ կլինեն, որտեղ դուք ունեք ձեր պոտենցիալը, յուրաքանչյուրիդ քարտեզում սոցիալական մոլորակները Սատուրնը եւ Յուպիտերը համապատասխան դիրքերում են եւ դուք կարող եք հավակնություններ ունենալ ինչ որ ուժի հանդեպ, իսկ մյուսին ուղղակի կարող եք չհավանել, նույնիսկ ատել։ Ես փորձում եմ հեռու լինել քաղաքականությունից, պարոն Ղուշյան, եւ դա ինձ մեծ հռչակ է բերում։ Այս ընթացքում, այս 1-2 մի քանի տարիների մեջ, մոտավորապես ընթացքում 3 տարիների ընթացքում ես 11 լրատվական տեղեկատվական հարթակի հետ եմ համագործակցել, որի համար շատ ուրախ եմ, միշտ հարցնում եմ, ինչու եք ինձ կանչում, ասում եմ, որտեղ դուք
քաղաքականացված չեք, որտեղ դուք Գանա ջան ունեք գրագետ խոսք, մասնագիտորեն բավականին պատրաստված եք, որովհետև դուք ձեր եթերներից ուսուցողական եւ բարեհունչ այսպես խոսք է հնչում եւ ես իրականում դրել եմ այսպիսի մի նպատակ այս թիվի եկել եմ որ մեր հանրությանը օգնեմ մասնագիտական կողմնորոշման այն սերունդը որը ապագայում մեր ապագան կկերտի նրանք թող ունենան հնարավորություն մասնագիտական ճիշտ կողմնորոշում ունենալու սիրելի հետևորդներ հայրենակիցներ անձնական եթե գրեցինք ինձ այդ հարցին չեմ պատասխանում կամ համապատասխան այնտեղ պայմաններ եմ ներկայացնելու, որտեղ պետք է համաձայնվեք այդ պայմաններին, որպեսզի տեղի ունենա։ Այս հարթակում, այսպես Փակ TV-ի մեկնաբանությունները, այսպես ես բացում եմ այն սերունդը, որը զգում եմ արդեն 20-25 տարեկանի մոտակայքում է կամ հենց թեկուզ 10-15 տարեկան արդեն մասնագիտական կողմնորոշման հարց է առաջացել եւ գիտեք ինչն է հետաքրքիր, հենց այն մայր ծնողներն են գրում, նայում եմ տեսնում եմ, որ այդ քարտեզներում Լուսինը այծեղ ջուրում է, Լուսինը կույսում է, Լուսինը աղեղնավորում է, Լուսինը մոր կերպարն է, այծեղ ջուրում երեխայի քարտեզում մայրը շատ այսպես հետաքրքրված է անձի մասնագիտական վերելքներով, կույսում հետաքրքրված է մասնագիտություն աշխատանքի հետ կապված հարցերով, Լուսինը աղեղնավորի կենդանակերպում մայրը հետաքրքրված է անձի բարձրագույն կրթություն ստանալու հարցերով, Լուսինը կույսում շատ եմ հանդիպել բժիշկ այդ անձինք, որոնց մայրը աշխատում է դպրոցում որպես ուսուցիչ տարրական կրթության բուժ աշխատող կամ հաշվապահ։ Եթե հարցրեցի հիմնականում որպես ուսուցիչ շատ է համընկնում։ Լուսինը երկորյակի կենդանակերպերում մայրը կարող է լինել կրկին ինտելեկտուալ մեկը, որը նաև շատ կարևորում է անձի մոտ նախադպրոցական, նախակրթական այդ բոլոր ուսուցման այդ միջոցները։ Սիրելի հետևորդներ, նշեմ, որ այսօր ես ու պարոն Գուշյան որոշել ենք նախորոք ոչ մի սցենար չպլանավորենք, այսպես մեր հաղորդումը ինքնաբուխ ընթանա եւ մենք այսպես հետաքրքիր հաղորդում կառուցենք իմ եւ պարոն Գուշյանի նաեւ ձեզ հետ միասին։ Այսքանը պարոն Գուշյան, եթե ինչ որ հարց կա, ինչ որ հարց կցանկանաք հղել, խնդրեմ հղեք, ես պատրաստ եմ մասնագիտորեն, իմացեք, միշտ ասում եմ, որ քնած տեղս էլ եթե մասնագիտության համար հարց տակ, քնած տեղն էլ ես ունեմ պատասխան։ Լավ, ես օգտվեմ ձեր տված այդպես ասած կարտ բլանշից եւ առաջի հարցը ուզում եմ այսպես մեր ուղիղ եթերում ձեզ տալ, թող ունկնդիրները դա գնահատի։ Դուք գոհ եք, որ գալիս եք Փակ TV։ Պարոն Գուշյան, ընդհանրապես նմանը նմանին է հանդիպում։ Ես միայն Փակ TV չեմ գալիս։ Ես համագործակցում եմ։ Ես հարցում եմ Փակ TV-ի համար։ Ես ասեմ ձեզ, եթե ինչ որտեղ ես գնում եմ, ուրեմն ես գոհ եմ։ Այդտեղը եւ լսարանից եւ այն լրագրողների, այն անձանց հետ, որոնց հետ համագործակցում եմ։ Ասեմ, որ բոլորն էլ բարեհամբույր, բարեկիրթ մարդիկ են։ Ես իմ գործն եմ անում եւ այս շրջանակներից փորձում եմ դուրս չգալ։ Միշտ այստեղ բարեհամբույր վերաբերմունք է իմ հանդեպ, միշտ հնարավորություն է տրվում խոսել ինչի մասին որ կցանկանամ, չնայած գիտեք, որ իմ բառապաշարում եւ իմ մտահորիզոնում առանձնապես ոչ մի բացասական միտումներ չկա։ Ես այդպեսին եմ, սիրելի հետևորդներ, իրականում էլ այսպես տեսախցիկներից էլ այն կողմ է։ Եթե մարդիկ ինձ հանդիպում են իրականում, ասեմ, որ իրականում բնավորությունս ավելի հետաքրքիր է, ավելի աշխուժ եմ։ Մանավանդ եթե մտերիմ շրջանակներում են հանդիպում, ասում են, վայ Գանե ջան, որքան ջահել փոքրամարմին ես, չէ, ես փոքրամարմին չեմ, բայց իրականում տեսախցիկներից այդ կողմ ես ավելի խոշոր եմ երևում, ավելի լուրջ եմ երևում, չէ, երբեմն շատ ուրախ եմ լինում, երբեմն տխուր եմ լինում, եթե իվիճադեպեր են լինում, այո, որ կյանքը հարց չի, հա, ինքը միշտ վայրի վերումներ է ունենում, այդ բոլորը ինչպես սովորական մարդ իմ բնավորության, իմ հոգեկանի վրա ազդում է, բայց դե ինչ անենք, կյանքը պետք է ապրես։ Այնպես պետք է ապրես, որ քո ապրելուց հետո քո հարազատները, քո երեխաները, քո մտերիմները, պարոն Գուշյան, թեկուզ դուք, թեկուզ ես հիշեմ ձեր մասին, հա, որ այդ մարդի մասին վառ հուշեր լինեն, վառ կերպար լինի, ինչ էլ որ անի, թեկուզ անձը տնային, կինը տնային տնտեսու է, բայց իր հարևանների շրջանակն է։ Այո, շատ լավ հարևաններ ունեն, որոնք ուղղակի եթե այս պահին զանգեմ ասեմ, շատ կարևոր հարց է, այսպիսի բան պիտի անես, հարևաններս պատրաստ կանգնած են մոմի պես, ես ձեզ շատ սիրում եմ։ Իմ բարեկամներ, իմ ընկերները, իմ աշակերտները, ել չեմ ասում աշակերտներիս մասին, որոնք պատրաստակամ են։ Ասում եմ, պարոն
պարոն Ղուշյան, նմանն է ձգում, եթե դուք գոհ եք ինձանից, ապա ես էլ գոհ եմ ձեզանից, եւ բոլորից եմ գոհ, որովհետեւ բոլորը հրաշալի մարդիկ են, որովհետեւ այդ էներգիաները, էմոցիաները մեկը մյուսին լրացնում, մասնագիտական դաշտում հնարավոր են խնդիրներ լինեն, մենք բոլորս էլ ունենք, մեկի տեսակետը կարող է մյուսին հարմար չլինի, քաղաքական հայացքները հնարավոր է չհամընկնեն եւ այդ ամենը տեղի ունենա։ Այո, ես գոհ եմ բոլորից, նաեւ ձեզանից եւ նաեւ ես ռադիոյի հետ եմ համագործակցում, հրաշալի մարդիկ են, բոլորը 7+։ Իմ կյանքում 7 թիվը շատ կարևոր է, եթե իմ թվերում 3-7 ունեմ ես, վերջին թիվս էլ 7 է, ես հասկացել եմ, որ ես եկել եմ այս աշխարհ, որպեսզի Աստծո խոսքը տարածեմ աստվածային իմաստության, աստղաբանության միջոցով։ Կան դուք այնքան հմայիչ ու հաճելի անձնավորություն եք, որ մենք ձեզ միշտ սպասում ենք հաճույքով եւ ասեմ, դուք Փակ TV-ի իսկապես շատ սպասված հյուրերից եք եւ ոչ թե դուք հյուր եք արդեն, դուք վաղուց դարձել եք մեր թիմի անդամ, մենք այդպես ենք ձեզ ընկալում։ Հետաքրքիր մնացածը, հետաքրքիր բան եք ասում։ Չէ, ես ասեմ ձեզ, որ մեր կոլեկտիվը, մեր ստեղծագործական խումբը շատ գոհ է եւ ես երբ մարդու հետ աշխատում ես եւ զգում ես, որ դա փոխադարձ է այդ բարյացկամ լինելը մեկը մյուսի հանդեպ, շատ դա դրական այսպես ազդեցություն ունում հատկապես եթերի վրա եւ հատկապես մեր ունկնդիրն է դա զգում, հավատացեք։ Եվ ես ուզում եմ, որ դուք հնարավորինս շատ այդ դրական էմոցիաները հաղորդեք մեր ունկնդիրին, որտեղ նրանք դրա կարիք ունեն։ Ձեր խոսքը արժեք է նրանց համար եւ իհարկե դուք այն բարձր մակարդակով կարողանում եք մատուցել։ Ինձ երբեմն ասում են, որ իրական կյանքում տանը մտերիմների մոտ ուրիշ եմ, բայց փոխհարաբերություններում ասում են, որ բավականին լուրջ եմ եւ ստրոգость հայերեն ստրոգость, խիստ զսպվածություն, այդ ամենը կա եւ ասում են, որ տարիքի արտաքին տեսքի հետ կապված երբեմն ինձ տարիքից բարձր կարող են ընդունել, ընկալել, չէ, այն տարիքում եմ, որ իրականում ես կամ մտերիմները գիտեն, բայց այդ խոսքի լրջությունը, այդ կազմակերպվածությունը ամենակարևոր բանը ինձ համար, պարոն Ղուշյան, ես եթե համագործակցություն եմ սկսում, ես փորձում եմ իմ գործընկերներին երբեք բարդ իրավիճակի մեջ չընկնեն։ Դուք գիտեք այսօրվա հարցը հենց չեմ ցանկանում հանրայնացնել, բայց ինչ վիճակում, ինչ դժվար այդ ժամային, խիստ գրաֆիկում ես փորձեցի ներկա լինել, որպեսզի օգնեմ եւ ինձ, եւ ձեզ, եւ մեր հետևորդներին։ Մեր հետևորդները ստանում են գիտելիքներ, ես ունեմ, ստանում եմ իմ բաժին հարաճանաչությունը, որքանով որ կա։ Դուք էլ լսնում եք ձեր եթերները հետաքրքիր մարդկանցով։ Վերջացնենք։ Լավ, դե որ այդպես է, ես կուզենայի, որ մեր զրույցի վերջաբանը չխախտենք ավանդույթը եւ ասենք աստղաբանական քարտեզին, որը իհարկե շատ կարեւոր է մեր ունկնդիրը հատկապես, ես գիտեմ սիրելի բարեկամներ, դուք սպասում եք Գայանե Սարգսյանի աստղաբանական քարտեզում ինչ անձի մասին է նախորսելու, ինչ հետաքրքիր ինֆորմացիա է տալու եւ եթե Գայանեն պատրաստ է, մենք նրան կլսենք։ Ես պատրաստ եմ, պարոն Ղուշյան, բայց մի կարևոր նկատառում, ուզում եմ մի քանի օր է մնացել, այդ կարևոր օրերը ասեմ, մտքիս եկավ, հետո ասեմ քարտեզին։ Սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, կանայք, ոչ միայն կանայք, նաև տղամարդիկ, եթե որոշել եք գնումներ կատարել, գնումների համար բարենպաստ օրեր կան։ Կենցաղային տեխնիկա կարող եք գնել, եթե մենք դիտարկում ենք, ամսի 23 եւ այո 23-24-ը լուսինը ջրհոսում է լինելու, նաև համացանցում գովազդներ դնելու, նոր գաղափարակիցներ, նոր ընկերներ այդ ամենը համախմբելու եւ հանրաճանաչություն ստանալու համար լուսինը պետք է գտնվի ջրհոսում, իսկ դա դեկտեմբերի 23-24 մի շատ կարևոր օրվա մասին եմ ցանկանում խոսել, դեկտեմբերի 25-26-ը օրերի մասին։ Դա լուսինը ձկների կենդանակետն է, ձկները դա քրիստոնեական ուսմունքն է, դա համամարտկային սերն Աստված աղոթքներ անելու ամենաբարենպաստողն է։ Նրանք, ովքեր չունեն երեխաներ, նոր տարուց առաջ այս հետաքրքիր աղոթքը ասեք եւ շատերի մոտ, քանի որ Սատուրնը ձկներում է բարձրացող հանգույցի հետ Յուպիտերը խեցգետնում, ապա ձեր աղոթքները կարող են լսել վերին դաշտերում բարձրյալի այդ մոտ։ Դե սիրելիներ, սկսում ենք։ Տեր Աստված, պարգևիր մեզ ֆիզիկապես, հոգեպես, մտավոր, առողջ երեխա։ Տեր Աստված,
ների գիտակցված, չգիտակցված մեղքերս ազատիր կարմայի կապանքներից, որովհետև կարման հենց մեր աստղաբանական քարտեզն է։ Ճիշտ է, կողքից աղոթելը ճիշտ է, իսկ եթե նաև ձեր հարազատի, ձեր մտերիմի համար կարող եք աղոթել, իսկ եթե դուք ինքներդ եք աղոթքը կատարում, փորձեք այն 8-10 պատվիրաններ են, հա? Այո։ 10 պատվիրաններ հիմնական, այդ պատվիրանները ուղղակի փորձեք չշրջանցել, որպեսզի ձեր աղոթքներն էլ տեղ հասնի։ Այսքանը այս ամսվա մասով անցնեմ աստղաբանական կանխատեսումներին։ Անձի վերաբերյալ։ Ահա։ Մենք տեսնում ենք Նարինե Սարգսյան ծնողներ գրել, կարծես 29-10-2010 թվական։ Ասեմ, որ պարոն Ղուշյան, քարտեզներից մեկը ջնջել եմ, ես կփորձեմ հաջորդ հաղորդմանը ներկայացնել, հա։ Ուրեմն պետք է որ այս անձինը հաշվենք, հետաքրքիր երկու հատ էի ես կարողացել հաշվարկել, բայց այս պահին իմ ձեռքում մեկն է։ Սիրելի Նարինե, Արե Վեներա Մերկուրին ձեր երեխային համար է կարծեմ գրել, հոկտեմբերյանում է ծնվել Արմավիրում 29-10-2010 երեխան ֆինանսաբանկային ոլորտում կարող է հաջողություններ ունենալ, Պլուտոն բարձրացող հանգույցն էլ այդ ծղջուրում, գեղեցիկ սեքսիլ դիրքավորում, պետական ադմինիստրատիվ համակարգում, բայց ֆինանսական բաժնում։ Դրանք նաև հանրային գումարներն են, դրանք բանկերն են, մահվան վերացնի, նոտար կարող է դառնալ ձեր երեխան, նոտարական այդ մասնագիտությունը կապված է նաև մահվան եւ վերածննդի հետ, կտակի հետ կապված, ժառանգության հետ կապված բոլոր գործերը, ապահովագրական այդ բոլոր գործերը կապված են նրա քարտեզի հետ։ Նաև գեղեցիկ դիրքավորում, ինչ կարծում եմ, որ լավ տանն է, երեխան բարեկեցիկ ապրում է, մայրիկը շատ է սիրում, տաքուկ ճաշեր, մայրիկի կողմից լուսինը խեց գետնում եմ, տեսնում ամեն ինչ եւ հոգսը երեխայի եւ հոգեկան այդ, գիտեք, ամբողջ այդ սիրառատ վերաբերմունքը, որ երևում է քարտեզում, շատ սիրալի եւ շատ եք սիրում ձեր բարեկին, երևում է, որ եւ հայրը եւ մայրը նրանք իրենց երեխայի համար հոգ են տանում, որպեսզի հանգիստ ապրի այդ ընտանիքում, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ մասնագիտական կողմնորոշում ունենա։ Ձեր երեխան բավականին բարի երեխա է, ձեր նախնիներից ով կամահացած, նա հրեշտակների մոտից շատ բարի մարդ է եղել, հնարավոր է, որ ձեր ազգում լինի նաեւ կրոնավոր, որը նաև համբարձվել է երկիկ եւ այդտեղից օգնում է ձեր երեխային։ Այո, ազգակից, բարեկամ, բարի մարդ, որ բարի ուժերը միշտ նրա մեջքին կանգնած են, գիտեք, ինչքան էլ որ դժվար վիճակներ են եղել, կարիճի կենթանակերպը դա ճգնաժամային իրավիճակներ, իմացեք, որ ձեր երեխայի այստեղ մեջքին կանգնած են բարի հրեշտակները, իդեմս Յուպիտերի, որը գտնում է ձկների կենթանակերպում, բարի երեխայը թող փորձի դավադրությունների, դավաճանությունների մեջ չընկնի, նրանք կարող են խաբել, նա շատ հեշտ է դյուրին է հավատում այդ բոլոր կեղծարարություններին։ Երեխան նաև ունի հնարավորություն հորեկավորոտում աշխատելու, դրանք բոլոր այդ առողջարաններն են, հյուրանոցային ոլորտն է, այնտեղ մեծ հնարավորություն է, բժիշկ կարող է լինել, եթե կցանկանաք, ընտանեկան բժիշկ կարող է լինել, առողջարանում կարող է աշխատել, բարեգործ կարող է լինել եւ ի վերջո բժիշկ, որը կապված է մահվան վերածննդի վերարտադրողական համակարգի հետ եւ լավագույն այն բժիշկների մանկաբույժներից, որոնք փրկում են կյանքեր, երեխաների կյանքեր, հոգեբանության տեսանկյունից ընտանեկան հոգեբան կարող է լինել, այնտեղ նաեւ հնարավոր է նա լինի արտ-թերապևտ, նաեւ կարիճի կենթանակերպը դա Կարլ Գուստավ Յունգ, մյուսը նաեւ Զիգմունդ Ֆրոյդի տեսությունն է։ Ահա այդ երկու հեղինակների տեսությամբ չատավոգովը կարող լինի, որովհետև մեր սեռական բոլոր այդ հարցերը մենք ուղղակի այսպես պահում ենք անգիտակցականում, որը մեզ բոլորիս յուրաքանչյուր անձի ըստ Յունգի եւ ըստ Ֆրոյդի այդ լիբիդո էներգիան այն պահվում է, այն գտնում է անգիտակցականում, բայց բարբերաբար մեզ խանգարում է։ Այսքանը սիրելի հետևորդ, սիրելի մայրիկ, գիտեմ, որ շատ բարի, շատ ընտանեկան, ուղղակի բարի մթնոլորտ է ձեր տանը, ձեր երազանքների համար դեկտեմբերի 25-26-ին դիմեք բարձրալին ձեր երեխայի համար, որպեսզի ձեր երազանքները կատարվեն։ Շնորհակալ եմ, գիտես, շատ հեշտ է զրուցելը,
Եվ ցավ եմ որ այսօր ընդամենը մեկ աստղաբանական քարտեզի մենք ականացել, բայց գիտեմ թե ինչ այսպես բծախնդիր մոտեցման մոտենում ցանկացած անձին մատուցելու նման քարտեզ։ Ես հույս ունեմ, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ դուք այսպես կբացեք փակագծեր եւ ավելի այսպես հետաքրքիր նորովի կներկայացնեք այդ ամենը։ Մեծ հաճույքով պարոն Ղուշյան, այսքանը սիրելի հետևորդներ, սպասեք ամանորյա գեղեցիկ հանդիպմանը։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, աստղաբան, հոգեբան, կառավարման հոգեբան, ավելի ճիշտ Գայանե Սարգսյանն էր հերթական անգամ Փակ TV-ի տաղավարում, ինչպես ինքը նշեց, սպասեք նրան նաև առաջիկայում, իսկ առաջիկա հանդիպումը շատ հետաքրքիր է լինելու։ Տիկին Գայանեին մենք հյուրընկալելու ենք արդեն որպես ամանորի հյուր, այնպես որ սպասեք։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։